Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուի Սրբո ամեն։ Մարդը պատվի մեջ էր, չգիտակցեց, հավասարվեց անբան անասուններին եւ նմանվեց նրան։ Այսպես է ասում Դավիթ Սաղմոսերգուն մարդկային բնության մասին։ Մարդը իրապես մեր նախահայր Ադամը, մեր նախաստեղծ ծնողը մեծ պատվի մեջ էր։ Երկնքի դրախտում հաստատվեց, ստեղծվեց, 6-րդ օրը ստեղծվեց, արարչության 6-րդ օրը, երբ բոլոր արարածները ստեղծվել էին արդեն։ Եվ երբ Աստված մարդուն ստեղծեց, խորհուրդ արեց, ասաց, մեր պատկերով ու նմանությամբ մարդ ստեղծենք, թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, երկրի գազանների և անասունների վրա, որովհետև Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծված մարդը։ Մինչև մարդ արարածը, մինչև 6-րդ օրը Աստված ստեղծել էր նախ 4 տարերը, օդը, ջուրը, հողը, կրակը, և որից հետո ստեղծեց նաև կենդանական և բուսական աշխարհը, տունկերը, ծաղիկները, ծառերը, այնուհետև զգայական կենդանիները, և ահա մարդը այս ողջ արարչության թագուպսակը եղավ, որովհետև 4 տարերից է բաղկացած, իր մեջ պարունակում է այդ 4 տարերը, տունկերի ու բույսերի նման աճում է ու հասակ է առնում, կենդանիների նման զգում է, զգայաններ ունի, տեսնում է, լսում է, շոշափում է, ճաշակում է և հրեշտակների նման խորհրդածում է, մտածում է, ունի բանական հոգի։ Այսինքն մարդը դարձավ ողջ արարչության թագուպսակը, բոլոր արարածներից իր մեջ է կրում և այն պատճառով մարդը կոչվում է Աստծո պատկեր ու նմանություն։ Աստված անսահման ու անճարելի է և մարդուն անսահման ու անճարելի մտածելու, խորհելու, հավիտենականը փափագելու շնորհ տվեց։ Եվ ահա Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված այս մարդը հաստատվեց դրախտում, Եդեմական պարտեզում, հողից էր ստեղծվել, ողջ արարչությունը ստեղծվեց միայն խոսքով, բայց միայն մարդը ձեռքով Աստված վերցվեց հողից և ստեղծեց մարդուն ու դրեց Եդեմական պարտեզում։ Հատակը երկիր մոլորակը իբրև հատակ էր, երկինքը իբրև առաստաղ, լուսատուները, աստղերը, լուսինը, արեգակը իբրև ջահեր ու լուսատու կանթեղներ, թռչունները, ծառերը իբրև պատեր, իբրև գեղեցիկ արարչություն հաստատվեց մեր նախահայր Ադամի համար և պատվեր տրվեց Ադամին ու ասաց. ճաշակել բոլոր պտուղներից բացի բարու և չարի գիտության պտղից։ Ընդամենը մեկ պատվեր էր տրվել, բայց ցավոք սրտի մեր նախաստեղծ ծնողը Ադամը և Եվան չպահեցին Տիրոջ պատվյանը։ Մեկ պահք էր տրվել իրենց, մեկ պահք ընդամենը, մեկ պտղից չճաշակելու, մարդը պատվի մեջ էր, անսահման պատվի մեջ էր, չգիտակցեց, հավասարվեց անբան անասուններին, որտև մարդը հոգի և մարմին է, հոգով նման է հրեշտակներին, հոգով սավառնում է հավիտենական երկնքի արքայության մեջ, իսկ մարմնով նման է կենդանիներին։ Եվ ահա հոգևոր այդ պատկերը, հոգևոր թռիչքը հավիտենականության չգիտակցեց մարդը, չգնաց հոգու հետևից, այլ գնաց մարմնի հետևից և ճաշակեց մահը, որտև նախ մարմնով մեռավ, նախ հոգով մեռավ, այնուհետև մարմնով մեռավ։ Եվ այդ պատճառով է, որ ասում է, մարդը պատվի մեջ էր, չգիտակցվեց, նմանվեց անբան անասուններին։ Ճիշտ նույն պատճառով Աստված մեզ այսօր բուն բարեկենդանից սկսյալ, այսօրվանից վաղվանից սկսված, մենք պետք է
պահեցողությամբ և աղոթքով անցկացնենք մեր օրերը։ Ադամին մեկ պահք տրվեց, մեկ պատվիրան տրվեց, մեզ ցավոք սրտի բազում պատվիրան ունենք և փառք Աստուծո, որ պետք է պահենք այդ պատվիրանները այս 40-օրյա պահեցողության շրջանում։ Պետք է պահք պահենք, պետք է աղոթք անենք, պետք է սրտի զղջումով ներողություն խնդրենք Տիրոջից տարվա ընթացքում մեր գործված մեղքերի համար, որտև մեկ տարվա մեջ այս 40-օրյա պահքը հաստատվել է եկեղեցու Սուրբ Հայրերի կողմից, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում մեր գործված կամա և ակամա, գիտակցաբար և անգիտակցաբար մեղքերի համար զղջանք դրանք, խոստովանենք դրանք, ապաշխարենք, որպեսզի մաքրված դիմավորենք Սուրբ Զատիկը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Յուրաքանչյուր արարած, անգամ տարերքն ու տիեզերքը Աստուծո կողմից սահմանված իրենց մեջ ունեն ինքնամաքրման համակարգ։ Ինչպես ծովը իր միջից փրփուրի միջոցով աղտն է հանում, ինչպես ոսկին ու երկաթը ժանգի ու սևի միջոցով իրենց միջից աղտոտությունն են վերացնում, այնպես էլ մենք պետք է մեր հոգուց, մեր մտքից, մեր սրտից ու մարմնից հանենք աղտերը, հանենք մեղքերը, մաքրվենք արտասուքներով, սրբվենք, սրտի զղջումով մաքրագործվենք, թրծվենք, ինչպես կրակի մեջ ոսկին է բովում և մաքրությամբ դիմավորենք Սուրբ Զատիկը։ Եկեղեցու Սուրբ Հայրերը սահմանել են պահք քրիստոնյաների համար, բոլոր քրիստոնյաները պարտավոր են պահքը պահել, ազատված են միայն մանուկները, ծերերը և հիվանդները։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ մարդու ապաշխարության կյանքը սկսվում է 2-7-նյակ լռանալիս, այսինքն 14-15 տարեկանից սկսված արդեն մարդու կյանքը պահեցողությամբ և աղոթքով պետք է անցվածվի, որտեղ շատ անգամ մեզ հարցնում են, թե որ տարիքն է պահքը պահելու, 14-15 տարեկան։ Այս պահից սկսած արդեն քրիստոնյաները պետք է պահքը պահեն, մինչ այդ դեռևս թույլ են, տկար են, եկեղեցու Սուրբ Հայրերը մեծ իմաստությամբ զիջում են երեխաներին, մանուկներին ու մեծ ծերերին ու հիվանդներին, որոնք դեռևս տկար են, չեն կարող պահք պահել, բայց այս տարիքից սկսված արդեն պետք է պահքը պահեն, աղոթքով անցկացնեն իրենց ընթացքը, որովհետև ով պահք է պահում, ով զոհաբերում է ինչ-որ մի բան հանուն Քրիստոսի, նա կարողանում է հանգիստ խղճով լիաթոք դիմավորել Սուրբ Զատիկը, Սուրբ Հարություն, ով ոչինչ չի զոհաբերում, իր կյանքում ոչինչ չի փոխվում և պահք չի պահում, աղոթք չի անում, հեռուստացույց է նայում և ուրիշ բաներով է զբաղված, ապա ինչպես ինքը պետք է դիմավորի Զատիկը։ Լսում եք ինչ եմ ասում։ Պետք է այս ընթացքում դասեր սովորեք, աղոթք անեք ու հեռուստացույց ինտերնետ չմտնեք։ Դիմավորեք Սուրբ Զատիկը, որպեսզի Աստված ձեր պահեցողությունը ընդունելի անի։ Ուրեմն հորդորում եմ բոլորիս աղոթքով ու պահքով պահել այս առաջիկա ընթացքը 50 օրեր մինչև Տիրոջ հրաշափառ հարության տոնը, ապրիլի 16-ը, և այն ժամանակ իրապես մենք կարողանանք դիմավորել Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Ամեն։